Շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում, այդ թվում YouTube-ում ես ստանում եմ բազմաթիվ հարցեր, որոնց ծանրաբեռնվածության պատճառով պատասխանել չեմ կարողանում։ Այսուհետ որոշել եմ յուրաքանչյուր կիրակի երեկոյան անդրադառնալ այն հարցերին, որոնք իմ հետևորդներն ուղղում են ինձ։ Իհարկե ես հարցերը խմբավորում եմ, որպեսզի չկրկնվեմ եւ ընդհանրական պատասխաններ տամ։ Այսպիսով, վաղարշաբաթի ընտրություններից հետո հետևորդների շրջանում որոշակի ապատիկ տրամադրություններ զարգացան, որովհետեւ իշխանությունը շատ ակտիվ մեդիա տերորի անցավ, փորձելով հուսահատության ճիրաններ նետել մեր հասարակությանը եւ հարցերը մոտավորապես այսպիսին էին. արդյոք վաղարշաբաթի տեղական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հաղթանակը 2026-ի խորհրդանական ընտրություններում կանխորոշված է։ Միանգամից պատասխանեմ, որ ես այդ կարծիքին չեմ, նախ որևէ մունիցիպալ ընտրություն առանձին վերցրած չի կարող կանխորոշել համապետական ընտրությունների ելքը, մունիցիպալ որևէ ընտրության արդյունքներ կարևոր են, բայց ներքաղաքական ստատուս քվոն միայն մեկ տեղական ընտրությունով չի ձևավորվում, դրան համար կան բազմաթիվ գործոններ եւ երկրորդ Նիկոլ Փաշինյանը վաղարշաբաթում հաղթել է ժողովրդական լեզվով, ասեմ դաղալությամբ, տեսեք նա ինչ հնարքի է դիմել։ Նախ առաջին հերթին նա փորձեց իր թիմի հաղթանակը կանխորոշելու համար վաղարշաբաթ քաղաքին միացնել Խոյ համայնքը, որտեղ վաղարշաբաթում ԿՊ-ն չուներ հաղթելու հնարավորություն, չուներ հաղթող թեկնածու, Խոյը միացրեցին վաղարշաբաթին եւ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը առաջադրելով կարողացան հաղթանակ տանել։ Այսպիսով վարչական սահմանները համայնքի հարմարեցրեցին իրենց քաղաքական ամբիցիաներին կամ օրակարգին։ Եթե օրինակ միայն քաղաքի Էջմիածնի քաղաքի թվերին ենք նայում, ակնհայտորեն ԿՊ-ն ընդամենը մի քանի 100 ձանով է գերազանցում երկրորդ տեղը հայտնված Հաղթանակ դաշինքին եւ հավաքական ընդդիմությունը միայն Էջմիածին քաղաքի սահմաններում համոզիչ հաղթանակ է տանում ԿՊ-ի նկատմամբ, այսինքն Արգիշտի Մեխակյանը հաղթել է Խոյի հաշվին, Խոյի գյուղերի հաշվին, նաև այն բանի հաշվին, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում հնարավորինս իրեն սահմանազատեց թե ԿՊ-ից, թե Նիկոլ Փաշինյանի անձից եւ թե նրա հակաեկեղեցական օրակարգից։ Հետևաբար երկրորդ հարցը, որը վերաբերում է վաղարշաբաթի ընտրություններին այն կտրվածքով, թե արդյոք սա կարող ենք համարել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության հաղթանակ, միանգամից պատասխանեմ, որ ոչ։ Նախ այստեղ կա անգրագիտություն։ Եկեղեցին համազգային կառույց է եւ նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները չեն կարող կանխորոշվել ոչ միայն համայնքային ընտրություններով, տվյալ դեպքում վաղարշաբաթի ընտրություններով, այլ նաև համապետական ընտրություններով։ Կրկնում եմ, եկեղեցին համազգային կառույց է եւ էլեկտորալ միջոցառումները կլինեն դրանք համապետական թե տեղական ընտրություններ չեն կարող եկեղեցու շուրջ զարգացումներին որոշիչ լինել։ Վաղարշաբաթի ընտրությունների եւ եկեղեցու միակ ընդհանրությունն այն է, որ մայրաթոռը իսկապես գտնվում է վաղարշաբաթի վարչական սահմաններում, բայց կրկնում եմ, վաղարշաբաթի ընտրությունները որևէ կապ չունեն այն բանի հետ, թե արդյոք մեր հասարակությունը պաշտպանում է կամ մերժում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությունը։ Քվեաթերթիկում որևէ կերպ հիշատակված չէ ոչ եկեղեցու անունը, ոչ վեհապարի նկատմամբ հանրային տրամադրությունների շոշափումը։ Ասեմ ավելին, ինչպես արդեն նշեցի,
ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանը հնարավորինս սահմանազատվում էր Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական կամպանիայից։ Թեկնածուներից միայն մեկն էր ակտիվորեն հակաեկեղեցական կամպանիա իրականացնում, ավելին այդ թիմի կեղծ մատնության հիման վրա կալանավորեցին կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն, եւ այդ թիմը ու այդ թեկնածուն չհաղթարեցին անգամ 4%-ի արգելքը։ Վարշապատի ընտրություններից հետո հաճախ են մարդիկ հարցնում եւ բազմաթիվ օգտատերեր ինձ հարցրել են, թե արդյոք ընտրություններով Հայաստանում հնարավոր են փոփոխություններ։ Միանգամից պատասխանեմ, որ պետք չէ հուսահատության գիրկն ընկնել, այո, ընտրությունները մնում են որևէ երկրում քաղաքական փոփոխությունների ամենաարժանահավատ եղանակը, այդ թվում նաև Հայաստանում։ Համենայն դեպս բոլոր այն մարդիկ, որ ընտրությունների ճանապարհը մերժում են, պարտավոր են այլընտրանքային քաղաքական ծրագրեր առաջարկել։ Ինչպես տեսնում ենք, համաժողովրդական շարժման հեռանկարը շատ մշուշոտ է, համենայն դեպս փողոցային պայքարը անցած տարիների ցույց տվեց, որ ամենայն դեպս այստեղ թերևս դեր ունի նաև հետպատերազմյան հասարակություններին բնորոշ շոկը, ամենայն դեպս փողոցային պայքարը անհրաժեշտ չափով մեզ չմոտեցրեց իշխանափոխության հանգրվանին, քանի մոտենում են ընտրությունները, այնքան հասարակությունը կամ մեր ժողովրդի ավելի ստվար զանգված թերհավատորեն եմ նաև մոտենում իմպիչմենտի հեռանկարին, ես ինքս այդ գաղափարը պաշտպանել եմ եւ դրա մեջ ոչ մի սարսափելի բան չեմ տեսել, բայց կրկնում եմ, քանի մոտենում են ընտրությունները եւ քաղաքական ուժերը ադապտացվում են նախընտրական իրավիճակին, այնքան իմպիչմենտի հնարավորության դուռը բացվում է եւ սա օրինաչափ է, այդպես է ամբողջ աշխարհում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր թիրախավորում են ընտրությունների ինստիտուտը կամ եւ չեն առաջարկում քաղաքական պայքարի այլընտրանքային արժանահավատ իրատեսական ծրագիր, երկու բան են ըստ էության առաջարկում նույնիսկ ակամայից։ Նրանք առաջարկում են կամ լուծարել կուսակցությունը եւ գնալ տներով, սա նշանակում է հավերժացնել Հայաստանում ավտորիտարիզմը, կամ առաջարկում են կամ մտքում ունեն պայքարի ոչ քաղաքական եղանակներ, ինչը իմ համար անընդունելի է։ Եթե մենք իսկապես ուզում ենք, որ Հայաստանը ժողովրդավարական ապագա ունենա, պետք է թե հասարակությանը, թե ինքներս մեզ համոզենք, որ ընտրությունները հենց այն ճանապարհն են, որոնց միջոցով հնարավոր է հասնել կայուն փոփոխությունների։ Ի վերջո, անցած տարիներին բազմաթիվ թիմ ընտրություններում ընդդիմությունը ապացուցել է, որ լավ թեկնածուի, ուժեղ ծրագրի եւ հասարակությանը սուբյեկտություն հաղորդելու ճանապարհով հնարավոր է լոկալ հաղթանակներ տանել։ Այդ փորձը հաջողությամբ կարող են կիրառել նաև համապետական ընտրությունների ժամանակ։ Այլ խնդիր է, որ ընդդիմադիր պայքարի հայտ ներկայացրած ուժերը, որոնք իշխանություն ձևավորելու հավակնություն ունեն, Հայաստանում ստեղծված սպეციფიკան հաշվի պիտի առնեն։ Մենք պետք է նկատի ունենանք, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի թիմը ցանկացած ընտրական ցիկլին մոտենում են +15% բոնուսով։ Այլ խոսքով, նրանք անխնա չարաշահելու են վարչական ռեսուրսը եւ մենք պիտի այնպիսի համակարգ եւ նախընտրական միջավայր ստեղծենք, որպեսզի կարողանանք այս +15%-ը հաղթահարել։ Բայց սա միանգամայն հնարավոր առաքելություն է, միանգամայն հնարավոր խնդիր է, եթե մենք կարողանանք արդյունավետ ընդդիմադիր ֆորմատներ ստեղծել։ Ես տեսնում եմ, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր մոտավորապես 5 կոնսոլիդացիոն կենտրոն է ձևավորվում եւ մանր կուսակցությունները այն քաղաքական ուժերը, որոնք
ունեն հավակնություններ, բայց չունեն անցողիկ շեմը հաղթահարելու պոտենցիալ, պետք է այս 4-5 կոնսոլիդացիոն կենտրոնների շուրջ համախմբվեն, որպիսի ձայներ չփոշիանան եւ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը վարշապատի օրինակով չկարողանան չհավաքելով 50% գումարած մեկ ձայն ձևավորել իշխանություն։ Օկտատերերը գրում են ինչու է գործում ընդդեմի սկզբունքով ոչ թե հանունի, միանգամայն լեգիտիմ հարց է, ես ինքս վարշապատի ընտրությունների համատեքստում դրանից առաջ եւ դրանից հետո բազմաթիվ անգամներ այս թեմային անդրադարձել եմ հրապարակավ եւ իմ հարցազրույցներում եւ գրառումներում եւ իմ YouTube-յան ալիքում։ Այո, Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը հաղթելու համար բավարար չէ միայն փաստարկված քննադատությունը, մի քանի կարևոր պարամետրեր են պետք լավ թեկնածու վարչապետի, ուժեղ թիմ եւ այլընտրանքային քաղաքական բովանդակություն։ 2018-ից հետո հատկապես մեր ժողովուրդը դասեր է քաղել եւ այլևս որևէ մեկին մերժելու հիմքով չի գնա իշխանափոխության, եթե եւ կադրային իմաստով, եւ ինստիտուցիոնալ իմաստով, եւ բովանդակային իմաստով այլընտրանք չտեսնի։ Հետևաբար, վարշապատի ընտրություններից ոչ թե հիասթափվել է պետք, այլ ընդհակառակը պետք է տրամադրվել աշխատանքի միջև հունիսի 7-ի ընտրությունները հաջորդ տարի ձևավորել մեկ կամ մի քանի այլ ընտրանքներ, որպիսի մեր հասարակությունը ընտրելու իր հնարավորություն ունենա։ Ես համոզված եմ, որ եթե 4-5 կոնսոլիդացիոն կենտրոններ ընդդիմության ձևավորվեն, ես նման հնարավորություն տեսնում եմ, յուրաքանչյուրը իր խարիզմատիկ եւ ուժեղ առաջնորդով եւ այլընտրանքային քաղաքական ծրագրով դա կբարձրացնի մեր հասարակության սուբյեկտությունը, երկրորդ պլան կմղվի հուսահատությունը եւ 2026 թվականի հունիսի 7-ը մենք կարող ենք դարձնել երկրում որակական փոփոխությունների տրիգեր։ Այսքանը վարշապատի ընտրությունների արդիվ իմ հետևորդների հարցադրումների մասին ես կարծում եմ փորձեցի կամ ուժերից ներածի չափով պատասխանեցի նրանց հարցադրումներին։ Առանցքային թեմա է մնում նաև եկեղեցու շուրջ զարգացումները, մանավանդ որ այսօր Նիկոլ Փաշինյանը իր 5-րդ այսպես կոչված հոգևոր հավաքն անցկացրեց, այս անգամ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Այս process-ը ինձ խորապես անհանգստացնում է, կամ Նիկոլ Փաշինյանը Հովանավանքի օրինակով կեղծ պատարակների է մասնակցում, կամ նա մասնակցում է պատարակների, օրինակ Խաչիկ գյուղում, Վայոց ձորի, այսօր Արարատ գյուղում, որոնք օծյալ քահանաներ են իրականացնում, բայց այստեղ էլ եկեղեցու կանոնները խախտվում են, որովհետև այդ պատարակների ժամանակ կաթողիկոսի անունը չի ընթերցվում, ինչը այդ պատարակը ոչ կանոնիկ է դարձնում, այլ խոսքով դարձյալ կեղծ պատարակի հետ գործ ունենք, բայց ինձ այս ամբողջ process-ը խիստ անհանգստացնում է, որովհետև Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության հարցում Նիկոլ Փաշինյանի լեզուն երկարացնում են ոչ թե վարշապատի ընտրությունները, որոնք ինչպես արդեն ասեցի, որևէ կապ չունեն եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ, այլ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է մեծացնել հակաեկեղեցական իր պայքարի կամ եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման ուղղված իր հակասահմանադրական կամպանիայի աշխարհագրությունը, տեսեք Վայոց ձորի Խաչիկ գյուղում պատարակի մասնակցում էր
Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը այսօր Արարատ գյուղում պատարագին մասնակցում էր Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոսը, սա խիստ մտահոգիչ է, հատկապես այն պարագայում, որ թե Գևորգ Սրբազանը, թե Աբրահամ Սրբազանը հանդուրժում են եւ թույլ են տալիս, որ քահանաները, որոնք վարում են պատարագը, կրճատեն իրենց խոսքում կաթողիկոսի անունը, ինչ այս պատարագները ըստ էության դարձնում է կեղծ պատարագներ, այսինքն Նիկոլ Փաշինյանին հաջողվել է բարձր հոգևորականության շարքերում ճեղքեր առաջացնել, ինչը էապես հուսահատեցնում է մեր հավատացյալ ժողովրդին եւ պատահական չէ, որ ինձ հարցնում են, արդյոք Նիկոլ Փաշինյանը հաջողելու է վեհապառին հեռացնելու իր հակասահմանադրական ձեռնարկում։ Ես հույս ունեմ ոչ, բայց այնուամենայնիվ պետք է նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը իր հակասահմանադրական, հակաեկեղեցական ձեռնարկում էական հաջողություններ է գրանցում, եթե նույնիսկ հասկանալի է, որ նա ժամանակի եւ տարածության մեջ եկեղեցուն հաղթել չի կարող, սրանք շատ մտահոգիչ ազդանշաններ են եւ եթե բարձր հոգևորականության շրջանում Նիկոլ Փաշինյանը գտել է դաշնակիցներ, դա նշանակում է, որ վեհապառի շուրջ օղակը սեղմվում է եւ նա կամ եկեղեցում իր լոյալ բարձր հոգևորականության ձեռքերով կամ ռեպրեսիվ մեթոդներով նախապատրաստում է վեհապառի դեմ իր գործողության վճռական կամ ավարտական փուլը։ Ինձ հարցնում են, ինչու կասկածի տակ չեմ դնում, հետևորդներից երկուսը նման հարց է տվել կաթողիկոսի լեգիտիմությունը, մանավանդ որ ասում են իբրև թե կուսակրոնության ուխտը նա խախտել է։ Ամենայն դեպս հարց տվողները նման պնդում են անում։ Գիտեք, եկեղեցու հետ կապված խնդիրը, սիրելի հայրենակիցներ, ինձ համար առաջին հերթին ոչ այնքան ինքնության խնդիր է, որքան իրավունքի խնդիր է։ Ես չեմ հերքում, որ մեր եկեղեցում կան բազմաթիվ խնդիրներ։ Ես չեմ հերքում, որ մեր հոգևորականներից ոմանք գուցե ապրում են մի կյանքով, որ այնքան էլ հոգևոր չէ։ Բայց որ եկեղեցում չկան խնդիրներ։ Վատիկանում դրանք կան բավականին մեծ թվով, խորքային խնդիրներ, արևմտյան մամուլը բացեք եւ ամբողջ օրը դուք կարդաք այդ մասին։ Խնդիրներից զերծ չէ նաեւ մեր եկեղեցին եւ հավատացնում եմ ձեզ, մեր եկեղեցու խնդիրները գուցե շատ ավելի քիչ են, քան այն խնդիրները, որ կան Վատիկանում։ Իհարկե, սա էլ ունի իր բացատրությունը, Վատիկանին թիրախավորել չեմ ուզում, Վատիկանը շատ ավելի մեծ համակարգ է, քան մեր եկեղեցին, հետևաբար խնդիրների խորքը եւ քանակը այնտեղ ավելի շատ կլինի, բայց ես ելնում եմ այն սահմանադրական նորմից, աշխարհիկ պետության սկզբունքից, որ եկեղեցին եւ պետությունը տարանջատ են, եւ եթե նույնիսկ եկեղեցում կան կուսակրոնության, հնազանդության ուխտի հետ կապված եւ այլ խնդիրներ, դրանով ոչ թե պետությունը պիտի զբաղվի ռեպրեսիվ մեքենայով, ոչ թե քաղաքական գործիչները պետք է զբաղվեն, ոչ թե պիտի տարբեր տիպի հակասահմանադրական միջամտություններ լինեն, այլ դրանք խնդիրներ են, որ պիտի լուծվեն եկեղեցու պատերից ներս, եկեղեցական ինստիտուտների միջոցով։ Այդ թե ինչու ես կոռեկտ չեմ համարում եւ իմ կարգավիճակին անհարիր եմ համարում կաթողիկոսի կամ այլ հոգևորականներին թիրախավորելը, կամ ահա թե ինչու ես չեմ խոսում եկեղեցի ներսում ստեղծված խնդիրների մասին, չեմ ուզում ջուր լցնել իշխանության ջրաղացին։ Կրկնում եմ, եկեղեցում կան խնդիրներ, բայց դրանք պետք է լուծվեն եկեղեցու ներսում եւ կրկնում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17 եւ 18-րդ հոդվածները
արգելում են պետությանը միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գործողությունները բնութագրվում են քրեական օրենսգրքի 441 հոդվածի հատկանիշներով։ Ուրեմն եկեք հստակ կողմնորոշվենք, սիրելի հետևորդներ, հատկապես նրանք, ովքեր այս հարցը ինձ տվել են, մենք կամ հարգում ենք մեր երկրի սահմանադրությունը, աշխարհիկ պետության սկզբունքները եւ իրավամբ ձգտում ենք դեմոկրատական երկիր դառնալու, կամ մեր սխալ պատկերացումներով լեգիտիմացնում ենք Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական, հակաեկեղեցական արշավը։ Երբ ես խոսում եմ եկեղեցու կողմից կամ մայրաթոռի կողմից անհրաժեշտ ասիմետրիկ քայլերի անհրաժեշտության մասին, մարդիկ ինձ հարց են տալիս, ասում են, բայց ինչ ասիմետրիկ քայլեր պիտի անի եկեղեցին, այս դեպքում էլ ասում են ինչու եք որոշակի հարցերում քննադատում եկեղեցու պասիվությունը, երբ Նիկոլ Փաշինյանը ռեպրեսիվ քայլեր է անում։ Այո, Նիկոլ Փաշինյանը անում է ռեպրեսիվ քայլեր, այո, այդ քայլերը ամենաբարձր ձայնով դատապարտողների թվին եմ ես ինձ դասում, այո, եւ ես միջև վերջ կանգնելու եմ իրավունքի եւ ինքնության պաշտպանության դիրքերում, բայց միևնույն ժամանակ ես նկատում եմ, որ մայրաթոռի կողմից որոշակի չարդարացված այս դեպքում պասիվություն կա։ Մասնավորապես, երբ որ ես ասում եմ եկեղեցին ինչ-որ քայլերի, ասիմետրիկ քայլերի անհրաժեշտություն, նկատի չունեմ, որ նա բաց դիմակայության մեջ մտնի իշխանության հետ, որտեվ սա անհեռանկար մի ճանապարհ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքները, որ Նիկոլ Փաշինյանը տաբուներ չունի, եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա չի խորշելու ռեպրեսիվ որևէ քայլ գործադրելուց, ու մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը իր այսպես կոչված կենսունակությունը գտնում է բախումներ հրահրելու մեջ, հետևաբար, երբ որ ես ակնկալում եմ ինչ-որ քայլեր եկեղեցուց, նկատի չունեմ, որ նա բաց բախման մեջ մտնի իշխանության հետ, մանավանդ ինչպես նշեցի, խորապես համոզված եմ, որ ժամանակի եւ տարածության մեջ եկեղեցին հաջողելու է։ Ես նկատի ունեմ, որ վեհափառը բարձրաստիճան հոգևորականները եկեղեցին որպես ինստիտուտ հասարակության հետ կոմունիկացվելու անհրաժեշտություն ունի։ Այդ դրա բացակայությունը արդյունավետ կոմունիկացիայի դեֆիցիտը ես տեսնում եմ եւ հորդորում եմ մայրաթոռին, որդիաբար եմ հորդորում հասարակության հետ կոմունիկացիայի ավելի արդյունավետ մեխանիզմներ եւ միջոցներ գտնել։ Մի քանի այլ հարցեր են տվել գլխավոր հարցերից դուրս, մասնավորապես անցած շաբաթ ԿՊ-ն խորհրդանում մարտի 1-ի վերաբերյալ լսումներ էր կազմակերպել, հարցնում են ինչքանով եմ լուրջ վերաբերվում դրան, միանգամայն անլուրջ եմ վերաբերվում, մարտի 1-ի թեման այս իշխանության համար դարձել է մի թեմա, որ նա շահագործում է ընտրությունների շեմին, փորձելով դեմոնիզացնել նախկիններին, այդպիսով քաղաքական միավորներ հավաքել, այդ լսումները ընդհանրապես որևէ կապ չունեն մարտի 1-ի բացահայտման ցանկության հետ, ավելին սա իշխանություն է, որը մարտի 1-ի գործող Ռոբերտ Քոչարյանին արդարացրել է, հետևաբար մարտի 1-ի գործի բացահայտումը տապալել եւ ապա լեգիտիմացրել է այդ գործընթացը այս իշխանությունը, ուրեմն ինչպես 2021-ից առաջ էին նրանք փորձում մարտի 1-ով աչոկներ ներքաղաքական հավաքել, նույնը փորձում են անել հիմա, սիրելի ժողովուրդ, լուրջ մի վերաբերվեք Նիկոլ Փաշինյանի ներկայացումներին, մի քաղաքացի հորդորում է, որ ամբողջ քաղաքական դասով հեռանանք եւ մեր տեղը զիջենք հեղինակավոր բուհերը ավարտած Փյուրքի հայաստանցի մեր հայրենակիցներին, գիտեք ես մերիտոկրատիան արժանավոր կադրերի ներգրավումը եւ քաղաքական առաջնորդությունը իրար հետ չի հակադրի, ոչ մի փրկիչներ այս քաղաքական դաշտից դուրս լուսնից չեն գալու,
Քաղաքական համակարգը պիտի էապես բարեփոխվի։ Իր դռները բացի մերիտոկրատիկ արժանավոր կադրերի առաջ կարողանա մերիտոկրատիկ համակարգեր ձևավորել։ Այո, ես համաձայն եմ, որ մեր քաղաքական համակարգը փակված չի, լավը չի, բայց դա չի նշանակում, որ եթե ամբողջ քաղաքական համակարգով հեռանանք, դա փրկություն է լինելու, որտեղ կրկնում եմ, լուսնից ոչ արժանավոր մասնագետների ձևով, ոչ հրեշտակների ձևով փրկիչներ չեն գալու։ Ուրեմն քաղաքական համակարգը պիտի բարեփոխվի, ավելի բաց դառնա հասարակության համար, մենք պետք է մտածենք այնպիսի մեխանիզմների ձևավորման մասին, որը դեպի կուսակցություններ կբերի մասնագիտական բարձր հատկանիշ ունեցող կադրերի, ես ինքս բաց եմ ցանկացած մասնագետի հետ խնդիրների քննարկման եւ ավելին ասեմ, ցանկացած հարցում, երբ որ պիտի դիրքորոշում հայտնեմ, չեմ զլանում մասնագետների, բարձրակարգ մասնագետների հետ խորհրդակցելուց, հիմա էլ կոչ եմ անում, համեցեք դեմոկրատական այլընտրանք կուսակցության գրասենյակ, մենք ցանկացած մասնագիտական կարծիքի եւ ծրագրի առջև բաց ենք։ Ասում եմ մի հետևորդ հարց է տալիս, ինչքանով է ճիշտ, որ հեծը վաճառելու են թուրքերին, ես ինքս նման տեղեկատվության մամուլում հանդիպել եմ, ինչքանով են այդ լուրերը արժանավատ կամ սուտ չեմ ուզում քննարկել, որտեվ հեծի հետ կապված պատմության մեջ դա չէ իմ համար կարևորը, հեծի հետ կապված պատմության մեջ, ինչպես գիտեք, Տաշիր կապիտալը անցած շաբաթ զրկվեց լիցենզիայից, ինձ համար կարևոր է այլ հանգամանք, որ իշխանությունը քաղաքական հաշվեհարդար է տեսնում սեփականությունը խլելու ձևով, քաղաքական հաշվեհարդար է տեսնում Սամվել Կարապետյանից միայն այն բանի համար, որ նա ասել էր իր ձևով մասնակցելու է եկեղեցու պաշտպանությանը եւ որ երկրորդ ամենակարևորն է իշխանության այս արկածախնդրության պատճառով մեր բյուջեն մի քանի 100 միլիոնների վնաս է կրելու փոխհատուցումը կազմակերպելու համար, ինչի վերջո սակագնային ճնշման է բերելու Նիկոլ Փաշինյանի անձնական մերկանցիլ քաղաքական օրակարգը սպասարկելու համար մի կողմից շատ մեծ վտանգ կա, որ սակագները թրջելու են կամ երկիրը մեր պետական պարտքն է կամաչելու, որտեվ վարկային ռեսուրսներ պիտի գրավի, ներգրավի Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության հետևանքով առաջացած բյուջեի ճեղքվածքը փակելու համար, սա մի կողմից, մյուս կողմից փախչելու է փողը Հայաստանից, որովհետև ոչ մի ներդրող չի ուզում գործ ունենալ մի երկրի հետ, որտեղ դատական համակարգը ամբողջովին գտնվում է գործադիրի կրնկի տակ, որտեղ մեկ մարդու գեղշկական ցանկությամբ բիզնես կարող են խլել, որտեղ մեկ մարդու գեղշկական ցանկությամբ տասնյակ մարդիկ կարող են հայտնվել բանտերում։ Եվ վերջապես ամբողջ աշխարհում տուժելու է մեր երկրի իմիջը, արդեն տուժում է, միջազգային արբիտրաժային գործընթացներ են լինելու, մի խոսքով այս բոլոր նշածս հետևանքները շատ ավելի լուրջ են իրենց կարևորությամբ, քան այն, թե հեծը ինչ հետագա ճակատագիր կունենա կամ ինչպիսի տիրոջ ձեռքում կհայտնվի։ Եվ վերջապես երեք սիրելի հայրենակիցներ, գիտեք, որ մարզահամերգային համալիրում Նիկոլ Փաշինյանը տարօրինակ մի միջոցառում էր անցկացրել, հավաքելով մոտ 8000 պետական ծառայողների ու պաշտոնյաների ադմինիստրատիվ ռեսուրսի գրեհիկ չարաշահման հետ էլի գործ ունենք եւ այդ հավաքը ըստիս նա կազմակերպել էր ընդամենը բազմամարդ մի ֆորմատում Ալիևին ու Էրդողանին եւս մեկ անգամ հավաստիացնելու համար, որ ապահովեք իմ իշխանության անցնցում վերարտադրությունը, դրա դիմաց ես ձեզ խոստանում եմ փոխել սահմանադրությունը, իմ կարծիքով այս տարօրինակ հավաքի միակ խնդիրն այն էր, ես այդ հավաքը ԽՄԿԿ կամ Սովետի Կոմկուսի համագումարների հետ էի համեմատել,
Քաղաքացիներից մեկը իմ համեմատությունից նեղվել է, ասում է ինչեք ԽՄԿԿ-ի համագումարի պես լուրջ միջոցառումը համեմատում Նիկոլ Փաշինյանի անցկացրած այդ ժողովի հետ։ Սիրելի հայրենակից, նախ ես ավտորիտար կառավարման մշակույթը ցույց տալու նպատակով եմ այդ համեմատությունը արել, անկախ իր բոլոր դրական նվաճումներից, որ սովետական հասարակարգը ունեցել է այն իր բնույթով դեմոկրատական չէր, եւ այո, այդ համագումարները մասով կային, եւ այդ համագումարներում չէր որոշվում այդ պետության կամ կոմունիստական կուսակցության քաղաքականություն, այլ որոշվում էր, ասենք, բյուրոյի պլենումների ընթացքում։ Ես ընդամենը ֆորմալիստական առումով եմ համեմատել ԽՄԿԿ համագումարները Նիկոլ Փաշինյանի երեկվա անցկացրած ժողովի հետ։ Ասում եմ, համեմատությունը ֆորմալիստական է, բովանդակային համեմատություն չեմ արել։ Ես Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանությունը երբեք ու երբեք չեմ համեմատի ոչ Հայաստանի առաջին 3 իշխանությունների եւ ոչ էլ նույնիսկ կոմունիստական իշխանության հետ, որը կրկնում եմ դեմոկրատիայի սահմանափակման հետ կապված բազմաթիվ թերությունների հետ միասին սովետական հասարակարգը ունեցել է նաեւ բազմաթիվ դրական կողմներ, մասնավորապես նպաստել է մեր տնտեսության զարգացմանը, քաղաքաշինությանը, ազգային մշակույթի, կրթության զարգացմանը։ Այսինքն համեմատությունս ֆորմալիստական էր, ուզում էի նկարագրեի, որ ինչպես գենսեկներն են հազարավոր մարդկանց հավաքել արդեն որոշված այսպես կոչված ճիշտ գիծը նրանց մատուցելու համար, այնպես էլ Փաշինյանն էր երեք մտել այդ ոճի մեջ։ Շատ ավելի վատ, որ եթե սովետական ժողովների ինչ-որ բովանդակություն անգամ ունեցել են, Նիկոլ Փաշինյանի բազմահազարանոց ժողովը ուներ ընդամենը մեկ բովանդակություն՝ հավատարմության հերթական երդումը տալ Ալիևին ու Էրդողանին։